Աստեղից անցնում են, գորգորում են, ճավում են, նա մի կերպ լսում ենք, մենք էլ ասում ենք, հաջող միջև գանք ընտրենք։ Փարաքարցի 88-ամյա Մարտուն Բաբաջանյանը պատշգամբից է հետևել համայնքի 4 թեկնածուների նախընտրական քարոզարշավին։ Քայլակի օգնությամբ է տեղաշարժվում, իջնել բոլորի հետ զրուցել չի կարողացել։ Քարոզարշավներին հետևել եք։ Ով ինչ խոստումներ եք տալիս։ Սուտ 30 տարի աստեղ ապրում եմ, հələ ոչ մեկը չի մոտեցել, ասի ոնց ես ապրում, ինչ ապետ։ Իր նախընտրած թեկնածուն ունի, բայց ասում է, ով էլ ընտրվի, թող ժողովրդին գլխի վրա պահի։ Ինչ հույս ունեք ձեր թեկնածուի հետ կապված։ Շատ, ճիշտ է, բարեկամ տղայա չի գնում գալի, չի հարցնում, բայց ինքը շատ ուժեղ խելացի, կրթված։ Ձեր երազանքների փարաքարը ինչպիսին է։ Երանի ես էլ էի ղեկավարը, այս ժողովրդին գլխիս վրա դրած պահեի։ Փարաքարցիներն այս կիրակի արտահերթ ընտրությամբ համայնքի ղեկավար են ընտրելու։ Թեկնածուները 4-ն են, համայնքի նախկին ղեկավար 2021-ին քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմած Դավիթ Մինասյանը, որն այս անգամ ազգային առաջընթաց խմբակցությունով է մասնակցում ընտրություններին։ Իշխանականների հետ համագործակցությունն այս անգամ էլ չի բացառում։ Այս պահին ոչ մի ուժի հետ չեմ բացառում իմ կոալիցիան, ես ստույգ չեմ կարող պատասխանեմ, մինչև մենք ընտրությունների արդյունքները չիմանանք։ Մինասյանի տեղակալն է եղել Գոռ Սարիբեկյանը, որն այս ընտրություններին մասնակցում է Կայունություն կուսակցության ցուցակով։ Ես բաց եմ լինելու, ասում եմ բոլորի համար, ես բաց եմ համայնքի կոնստրուկտիվ կառավարման համար։ Կլինի իշխանությունը, կլինի ընդդիմությունը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն նախորդ տարի նոյեմբերին համայնքապետի պաշտոնից հրաժարականով հեռացած Լյուդվիգ Գյուլնազարյանն է։ Հրաժարականից օրեր առաջ վիճաբանություն էր եղել Երևանում, հնչել էին կրակոցներ, 1 մարդ սպանվել էր։ Մամուլը գրել էր Գյուլնազարյանը ներկա է եղել այդ միջադեպին ու ոտքից վիրավորվել։ Հետո ասել էր ինքը միջադեպի հետ կապ չունի, բայց միևնույնն է հրաժարական էր ներկայացրել։ Այսօր Ազատության հետ զրույցում ասաց 4 թեկնածուներին էլ ճանաչում է, բոլորի հանդեպ էլ լավ է տրամադրված, ամեն ինչ անելու է, որ փարաքարը ծաղկի, բայց ընդգծեց ընդդիմադիր Վոլոդիա Գրիգորյանի խմբակցությունը ապրելու երկիրը չի մասնակցել համայնքի կառավարման ու ավագանու նիստերը չեն գումարվել, ինչի հետևանքով համայնքի բյուջեն չի ձևավորվել։ Երբ ընտրվի առաջինն այդ հարցն է լուծելու։ Մեր ավականիների չներկայանալու պատճառով մնացել է, դրանից ամենաառաջնայինը բյուջեի ձևավորման հարցն է, շատ խնդիրներ կա, որ չի կարողանում լուծում ստանալ ու շատ անհրաժեշտ օրինակ մի քանի օր առաջ Արցախ թաղամասը կապող պանելային մոստը ամբողջովին փշրվել թափվել է ու համայնքը քանի որ բյուջե չունի, մենք չենք կարողանում մեր բնակիչների խնդիրը լուծել, բայց Փառք Աստծո շնորհիվ մեր ընկերների օգնեցին, այս քանի օրվա ընթացքում այդ հարցը փորձել ենք կարգավորել։ Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Վոլոդիա Գրիգորյան, որ Միասնություն դաշինքի թեկնածուն է, այս ընտրություններում հիշեցրեց 2021-ին փարաքարի ընտրություններում 10 մանդատ էին ստացել։ Ընտրություններից հետո նրանց իշխանության գալ չհաջողվեց, թեև ամենաշատ քվեն 49% ձայնն էին ստացել։ Իշխանությունը կազմավորվեց քաղաքացիական պայմանագրի ու Դավիթ Մինասյան դաշինքի միավորումից։ Իրենք կարող էին նիստեր հրավիրել եւ իրենց մեծամասնությունով քվեարկել եւ անցկացնել այդ բյուջեն, իզուր այժմ պահվածքը մեզ չվերագրել։ Իրանք 11 հոգի մեծամասնություն են իրանք։ Երբ որ այն ժամանակ մենք առաջարկեցինք եկեք համատեղ կառավարենք այդ 49% ձայնը, ուղղակի սենց չանցնի գնա ժողովրդի վստահությունը, հենց այդտեղից սկսվեց ամեն ինչ, որ ժողովուրդը տվել էր քվե, դա ոչ միտեղ չանցավ։ Արդյոք ասեցին մենք 11-ը 10-ից շատ է։ Դե 11-ը 10-ից շատ է, ուրեմն կառավարեք, մենք չենք մասնակցի ձեր այդ ոչ մի կառավարմանը, որովհետեւ 49% ձայն հավաքենք, գնանք 22% հավաքածին հետ ինչ որ չգիտեմ, կառավարվենք։ 4 թեկնածուներն էլ հիմնականում խոստանում են լուծել 9 գյուղ ներառող ու մոտ 19000 բնակիչ ունեցող խոշայացված համայնքի կիսատ մնացած գործերը՝ ասֆալտապատում, կոյուղիների խնդիր, տրանսպորտ, լուսավորություն եւ այլն։ Իսկ ինչ հույսով են ընտրության գնալու փարաքարցիները։ Ծաղկի փարաքարը ամենալավն ու բարին կուզեմ։ Ծրագրերը եւ արված աշխատանքները եւ որը որ պետքա արվի։ Այդ աշխատանքներն եմ ես գնահատում ու նայում եմ դրան։ Ում տեսնում եմ որ կանի ոչ թե խոստումա տալիս զուտ պրոստը որ մարդկանց շահի, այդ խոստումի մեջ ես գիտեմ որ անելու է ու կանի այդ մարդուն եմ ես
հավակնում։ Քարոզարշավին հետևել եք։ Չէ, ես մտես մարդ չգիտեմ, որ ասի ես որ նստեմ ոչ մի բան չեմ անելու։ Սաղ էլ ասում են, որ այնքան լավ ալելու, որ դե մի քիչ ուրիշ խնդիրներ կա, կուսակցական եսիմիջ, այտենց բաներն էլ ինձի վաբշե չի հետաքրքրում։ Իմ ժողովրդի համար լավ լինի, բարեկեցիկ կյանք ապահովեն։ Ժողովրդին լավ պահի, ժողովրդին օգնի, ով ինչ կարիք ունի, հարց ու փորձ անի, չանի էլ գյոնա հարցնի մեծ բան է։ Իշխող ԿՊԱ-ական թեկնածուն կարծում է, որ 50+ ձայներ կհավաքեն։ Այսօր էլ համայնքապետարանի առջև բեմ էին պատրաստում, որտեղ ամփոփիչ ելույթ կունենան։ Մյուս թեկնածուները կանխատեսումներ չեն անում, բայց Միասնություն դաշինքի թեկնածու ապրելու երկրի անդամ Վոլոդիա Գրիգորյանը վստահ է, ինչպես նախորդ, այս անգամ էլ կհաղթեն։